Հիմա որն է այլընտրանքը եւ հակախաղը որն է, որ այս իշխանությունը փորձում է իրականացնել։ Հակախաղը բաղկացած է մի քանի ոնց որ տարերից, մի տար չի։ Առաջինը պատրաստել, այսպես ասած, իշխանության արբանյակներ։ Ակնհայտ է, որ այս իշխանությունը իր ռեսուրսները դնում է ոչ միայն իր հիմնական, այսպես ասած, ֆրոնտլայների, Փաշինյանի մեջ, այլ դնում է նաև այլ գործիչների մեջ, որոնք ֆորմալ տեսանկյունից այլ կուսակցություններ են ներկայացնում։ Վերլուծաբաններ մեկ-մեկ։ Վերլուծաբաններ կարող են լինել, չնայած շատ արագ դառնում են կուսակցություններ եւ այլն, հա։ Փորձում է օգտագործել այդ նոր, այսպես ասած, թարմ դեմքերը, վարկանիշներ, կեղծ վարկանիշներ, որտեղ օրինակ այդ նոր թարմ դեմքը, դրանք թարմ դեմքա, որը կյանքում ոչ մի շոշափելի բան չի արել, պետական կառավարման փորձ չունի, բայց ընդհանրենք շատ հարթ խոսում է։ Ու այդ շատ հարթ խոսացող դեմքից փորձում են նոր վարկանիշային միավոր սարքեն։ Դա ինֆորմացիոն ահաբեկչության մի տարն է, հա, որովհետև դրանով մարդկանց խաբում են ըստ էության։